Գիտարը լարային երաժշտական գործիք է, աշխարհի ամենատարածված գործիքներից մեկը։ Առաջի գիտարները հայտնվել են դեռևս մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակում։ Գործիքի զարգացման կենտրոնը եղել է միջնադարին Իսպանիան, որտեղ գիտարը հասել է հին Հռոմից։ 18-րդ եւ 19-րդ դարերում իսպանական գիտարի արտաքին տեսքը եւ հնչողությունը փոփոխությունների են ենթարկվում։ Նոր ձևի գիտարը դասական անվանում է ստանում։ 20-րդ դարում ստեղծվում է էլեկտրագիտարը, որը լայնորեն գործածվում է երիտասարդական երաժշտական կուլտուրայում։ Թավջութակը ջութակի ընտանիքի բասատենորային ռեգիստրի աղեղնավոր երաժշտական մենակատարող անսամբլային եւ նվախմբային գործիք է։ Բառը քանդելով նկատում ենք թավ եւ ջութակ։ Տարբերվում է ջութակից իր թավությամբ եւ չափսերով։ Ավելի մեծ է։ Ունի 4 լար։ Ջութակը լարային աղեղնավոր երաժշտական գործիք է։ Ջութակների ընտանիքում ռեգիստրով ամենաբարձրը։ Ամենատարածված մենակատարային գործիքներից է։ Ծագել է 7-րդ դարում արաբների կողմից եվրոպական երկրներ բերված աղեղնավոր նվագարաններից։ Ըստ այլ վարկածի միջնադարյան նվագարաններից Գրոտայից եւ Վիելայից։ 16-ից 18-րդ դարերում հյուսիսային Իտալիայում ձևավորվեցին ջութակի վարպետների խոշորագույն դպրոցներ Բրեգայում եւ Կրեմոնայում։ Վերջնականապես հաստատվեց ջութակի կառուցվածքը, մշակվեց գործիքների յուրահատուկ տեմբերը։ Կրեմոնայի ջութակները մինչև այսօր էլ օգտագործվում են եւ համարվում են չգերազանցված։ Դաշնամուրը երաժշտական գործիք է, որը համարվում է աշխարհում ամենատարածված գործիքներից մեկը։ Օգտագործվում է մի շարք երաժշտական ժանրերում, այդ թվում դասական երաժշտությունում եւ ջազում։ Կարող է օգտագործվել եւ մենակատարի եւ նվագախմբի կողմից։ Քսիլոֆոնը շատ առանձնահատուկ գործիք է։ Այն նվագվում է միայն դաշնամուրի հետ դուետ։ Քսիլոֆոնի ընտանիքից է իդիոֆոնը, մարիմբան, վիբրոֆոնը եւ մետալոֆոնը։ Հոբոյը շատ յուրահատուկ գործիք է։ Նա տարբերվում է ուրիշ փողային գործիքներից։ Երբ ուրիշ փողային գործիքները նվագելուց, հատկապես օրինակ դուդուկը եւ շվին, օդը միշտ պահում ես բերանի մեջ, եւ վերջացնում ես հանգիստ բաց ես թողում։ Իսկ հոբոյը նվագելուց այդպես չէ։ Հոբոյստները օդը պահում են իրենց թոքերում, քանի որ ուրիշ ձև այն նվագել չի լինի։